պաշտպանություն քաղբանտարկյալների, ինչ կասեք ընդհանրապես նրանց մասին եւ այս վերջի շրջանում էլ հանրության մեջ տարբեր կարծիքներ է ձևավորվում, որ կարծես թե սովորական է դարձել անընդհատ քաղբանտարկյալների թիվը ավելանալը, շատերը նաեւ անիմաստ են համարում պայքարը եւ շատերն չեն ուզում պարզապես պայքարել այս ապօրինությունների դեմ։ Դուք ինչ կարծիք ունեք, ինչ կասեք այս մասին։ Ես անկեղծ ասած չեմ կարող ասել շատերը թե քչերը թե ոմանք, բայց մի բանում համոզված եմ, որ առանց պայքարի հնարավոր չէ հասնել արդյունքների, հատկապես մի իշխանության պարագայում, երբ ամուր սոսնձվածը իր իշխանությանը, իր աթոռին, հետևաբար այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, միանշանակ պետք է պայքարը շարունակել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ որևէ բանի առջև կանգ չի առել եւ չի առնելու իր իշխանության պահպանության եւ այն օրակարգի սպասարկման համար, որի համար ակնհայտորեն ունի միջազգային որոշ գործընկերների եւ խաղացողների աջակցությունը։ Այսօրվա հանրահավաքը նվիրված է Սամվել Կարապետյանին, սրբազաններին, ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ բոլոր այն ապօրինությունների դեմ է, որ այսօր իրականացնում է այս իշխանությունները։ Դուք ձեր խոսքի սկզբում արդարացիորեն նկատեցիք, որ մարդիկ չեն հասցնում հետևել ձերբակալությունների ընթացքին, առավոտյան կարող են ձերբակալել փաստաբանի, կեսօրին կարող են ձերբակալել սրբազանի, երեկոյան կարող են ձերբակալել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ որևէ իր նետած շարքային քաղաքացու։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, որ իրադարձությունների ընթացքին հետևելը մեր շարքային քաղաքացիների համար փոքր-ինչ բարդ է, բայց մենք չպետք է դադարենք բոլոր այս դեպքերի մասին ահազանգել, բարձրաձայնել, լուսաբանել, իրազեկել հանրությանը, որովհետև գիտեք, ես երբեմն նաև տեսնում եմ դժգոհություններ, որ դե բավական է խոսակ, բավական է գրառումներ անեք, բավական է հարցազրույցներ տաք, չգիտեմ, ընդհուպ մինչև բավական է ազգային ժողովի ամբիոնից ելույթներ ունենաք, բայց ես կարծում եմ, որ պայքարի կարևոր մասնիկներից մեկն է իրազեկման աշխատանքը ըստ էության։ Դու չպետք է դադարես խոսել դրանց մասին, համարելով, որ դե գուցե բոլորը գիտեն դրա մասին, դե գուցե բոլորը սոցիալական ցանցեր ունեն կամ հետևում են լրահոսին։ Շատ կարևոր է ահազանգը, շատ կարևոր է նաև հանրային կարծիք ձևավորելը, իսկ այս իշխանությունները որոշ դեպքերում, չեմ ասում բոլոր դեպքերում, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ հետևություններ անում են հանրային հնչեղություն ստացած որոշ դեպքերով, օրինակ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ արշավելու է, չէ, խմբեր էր կազմել եկեղեցու ուղղությամբ եւ ակնհայտ է, որ հանրային կարծիքի ուսումնասիրությունից իր համար հետևություններ է արել, չգիտեմ ով է եղել հուշողը, իր համար հետևություններ է արել, որ այդ արշավանքը միանշանակ վատ հետևանքներ է ունենալու եւ հիմա որդեգրել է պլան B-ն, այն է եկեղեցին ներսից քանդելու, եկեղեցին ներսից քայքայելու, հոգևորականներին իրար դեմ հանելու մարտավարություն, բայց ես ուզում եմ հավատալ, որ իր այս մի արշավը ի տարբերություն այլ դեպքերի հաջողությամբ չի պսակվի։